Այսօր երեկոյան, երբ փակվեցին Հայաստանի ինտերտեղամասերի դռները, իրականում ավարտվեց ոչ թե պարզապես հերթական քվեարկությունը, այլ մի քաղաքական ճակատամարտ, որի արդյունքները կարող են տարիներով ազդել Հայաստանի ապագայի վրա։ Ամբողջ օրը հանրապետության տարբեր մարզերից ստացվում էին մասնակցության բարձր ցուցանիշների մասին տեղեկություններ, իսկ Երևանում ու մարզերում քաղաքական շտաբները մինչև վերջին րոպեն փորձում էին հաշվարկել. Արդյոք այս ընտրությունները կդառնան Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը, թե Հայաստանը կանգնած է իշխանափոխության շեմին։ Նախնական տվյալներն ու միջազգային լրատվամիջոցների հաղորդումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիրը պահպանել է առաջատարի դիրքերը, իսկ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան ուժը դիտարկվում է որպես հիմնական մրցակիցներից մեկը։ Միաժամանակ քաղաքական դաշտում արդեն սկսել են հետընտրական քննարկումները, որոնք կարող են շարունակվել շաբաթներ շարունակ։ Սակայն այս ընտրությունների ամենահետաքրքիր մասը գուցե նույնիսկ քվեատուփերի մեջ չէ։ Քաղաքական կուլիսներում դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե իշխանական թիմը բավական վստահ է եղել իր հաղթանակի հարցում։ Որոշ աղբյուրներ պնդում էին, որ դեռ մեկ ամիս առաջ Երևանի Ամառ ռեստորանում մեծ միջոցառման համար նախնական ամրագրում է կատարվել 700 հյուրերի մասնակցությամբ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն ընտրությունների օրվա ընթացքում այն կրկին հայտնվեց քննարկումների կենտրոնում և դարձավ բազմաթիվ քաղաքական վերլուծությունների թեմա։ Իսկ հիմա ամենակարևոր հարցը. արդյոք Հայաստանը հերթական անգամ վստահության քվե է տվել Նիկոլ Փաշինյանին, թե այս թվերի հետևում թաքնված են ավելի բարդ քաղաքական գործընթացներ, որոնք առաջիկա օրերին կարող են ամբողջությամբ փոխել ներքաղաքական պատկերը։ Այս տեսանյութում մանրամասն կվերլուծենք ընտրությունների ընթացքը, մասնակցության ցուցանիշները, քաղաքական ուժերի դիրքերը, միջազգային արձագանքները և այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են սպասվել Հայաստանին առաջիկա շաբաթներին։ Որպեսզի հասկանանք այսօրվա ողջ ծանրությունն ու նշանակությունը, նախ պետք է հստակ արձանագրենք 4 պաշտոնական թվերը, որոնք այս ժամերին հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իհարկե, վերջնական արդյունքները դեռ ամբողջությամբ ամփոփված չեն, և սա այն կարևոր նրբությունն է, որը պետք է հիշի յուրաքանչյուր վերլուծաբան, սակայն առաջին պաշտոնական նախնական տվյալներն արդեն իսկ ուրվագծում են ցնցող պատկեր։ Ըստ ԿՀ-ի կողմից մինչև կեսգիշեր հրապարակված նախնական տվյալների, երբ ամփոփվել են առաջին 110 ընտրատեղամասերի արդյունքները, գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջատար է և ստացել է ձայների 57,14%-ը։ Սա այն ցուցանիշն է, որի վրա իշխող թիմը պատրաստվում է կառուցել իր հաջորդ հնգամյակի բացարձակ լեգիտիմությունը, բայց իրական սենսացիան և այս ընտրությունների գլխավոր ինտրիգը թաքնված է երկրորդ հորիզոնականում։ Ոչ թե ավանդական խորհրդարանական հին ընդդիմությունն է զբաղեցրել այդ տեղը, այլ նորաստեղծ ուժեղ Հայաստան դաշինքը, որը նախնական տվյալներով ստացել է քվեների 21,43%-ը։ Սա լրջագույն հայտ է, որը փոխում է ներքաղաքական ողջ տրամաբանությունը։ Երրորդ տեղում զգալի խզմամբ ընթանում է Հայաստան դաշինքը 8,21%-ով, իսկ խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմի սահմանագիծն է հայտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 5,1%-ով։ Մնացած 14 քաղաքական ուժերը, այդ թվում Միասնության թևեր կուսակցությունը, որն ունի ընդամենը 2,52%, և մի շարք այլ հայտնի ուժեր այս պահի դրությամբ հեռու են խորհրդարանական մանդատներից, բայց սրանք դեռ միայն առաջին տեղամասերի արդյունքներն են, և հարցն այն է, թե արդյոք խոշոր քաղաքացիների և մարզերի խորքային քվեարկության պատկերը կպահպանի այս համամասնությունը, թե գիշերվա ընթացքում սպասվում է տեկտոնական շարժ։ Այս պատկերի ամբողջականացման համար առանցքային է հասկանալ, թե քաղաքացիներից քանիսն են ընդհանրապես որոշել դուրս գալ տնից և մոտենալ քվեատուփերին։ Մասնակցության ցուցանիշը ցանկացած ընտրության հայելին է, և այս անգամ այն ունի յուրահատուկ դինամիկա։ Ժամը 17:00-ի դրությամբ, երբ ԿՀ-ն ներկայացրեց պաշտոնական ամփոփումը, ընտրական իրավունք ունեցող 2,503,976 քաղաքացիներից
քվեարկությանը մասնակցել էր 1.224.957 ընտրող, ինչը կազմում է ընդհանուր ընտրողների 48.92%-ը։ Սա բավականին բարձր ակտիվություն է հաշվի առնելով վերջին տարիների հասարակական որոշակի հուսահատությանն ու ապաթիան, ինչը խոսում է այն մասին, որ հանրությունը գիտակցել է պահի օրհասականությունը, սակայն երբ տեղամասերը փակվեցին և պաշտոնական վերջնական ակտիվության թվերը սկսեցին մշակվել, պարզ դարձավ, որ հասարակությունը խիստ բևեռացված է մի կողմից կայունության պահպանման ձգտումը, մյուս կողմից արմատական փոփոխությունների ծառավը, ինչն էլ մարդկանց բերեց տեղամասեր, բայց ո՞րն էր այս ընտրությունների ամենամեծ անակնկալը, որն այս պահին ստիպում է քաղաքական շտաբներում նյարդային ծխել ու վերանայել բոլոր նախնական սցենարները։ Անակնկալը անշուշտ ուժեղ Հայաստան դաշինքի կտրուկ և ագրեսիվ առաջխաղացումն է։ Սամվել Կարապետյանի առաջնորդած և նրա եղբորորդու Նարեկ Կարապետյանի կողմից պաշտոնապես գլխավորող այս քաղաքական ուժը կարճ ժամանակում կարողացավ դառնալ գործող իշխանության հիմնական մրցակիցը, հետ մղելով տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում գերիշխող ավանդական ուժերին։ Դիտորդների և փորձագետների համար սա ազդակ է այն մասին, որ ընտրողների մի զգալի զանգված, որը հոգնել էր հին քաղաքական դիսկուրսից և իշխանություն-ընդդիմություն տարիներ տևած անպտուղ կոնֆլիկտից, փնտրում էր երրորդ ֆինանսապես և կազմակերպչական առումով հզոր այլընտրանք։ Ուժեղ Հայաստանի 21.43%-ը նախնական տվյալներով փաստում է, որ Հայաստանում ձևավորվել է նոր քաղաքական բևեռ, որի հետ հաշվի չնստելն այլևս անհնար է լինելու։ Միևնույն ժամանակ, մյուս կողմից, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության էլեկտրոնային քվեարկության արդյունքները, որտեղ նրանք ստացել են ճնշող մեծամասնություն, ցույց են տալիս, որ պետական ապարատի, դիվանագիտական կորպուսի և զինվորականության որոշակի հատվածների կայունությունը մնում է անսասան։ Բայց ինչպիսին է մթնոլորտը հենց հիմա հակամարտող ճամբարներում, որտեղ պատերից այն կողմ որոշվում է հաջորդ քայլերի տակտիկան։ Իշխանության ճամբարում տրամաբանությունները գոհեցուցիչ են, բայց զուսպ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական շտաբից ստացվող տեղեկություններով նրանք ստացված նախնական արդյունքները համարում են իրենց վարած քաղաքականության, մասնավորապես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման և սահմանազատման գործընթացի նկատմամբ ժողովրդի տված վստահության քվե։ Նրանց խոսնակներն արդեն շտապում են հայտարարել, որ ժողովուրդը մերժեց ռևանշիզմը և ընտրեց խաղաղության օրակարգը, սակայն ընդդիմության ճամբարներում պատկերն ամբողջովին այլ է։ Թե ուժեղ Հայաստան դաշինքի, թե Հայաստան դաշինքի կողմից արդեն իսկ հնչում են մտահոգություններ ընտրական գործընթացի վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումների և տեղամասերում արձանագրված առանձին խախտումների վերաբերյալ։ Ընդդիմադիր լիդերները հասկացնում են, որ սա միայն պայքարի սկիզբն է և նրանք մտադիր են խոշորացույցով ստուգել յուրաքանչյուր քվեաթերթիկ ու արձանագրություն, հատկապես երբ խոսքը վերաբերում է մանդատների վերջնական բաշխմանը և խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու իրավական նրբություններին, ինչը Հայաստանի Սահմանադրությամբ պահանջում է առնվազն 52%-անոց հստակ վերահսկողություն։ Եթե ՔՊԻ-ի այս բարձր տոկոսը պահպանվի ողջ հանրապետությունում, նրանք կկարողանան միայնակ ձևավորել կառավարություն, բայց եթե խոշոր տեղամասերի հաշվարկը նվազեցնի նրանց ցուցանիշը, երկիրը կարող է կանգնել քաղաքական կոալիցիաների կամ նույնիսկ ընտրությունների երկրորդ փուլի հեռանկարի առաջ, ինչը նախատեսված է օրենքով, եթե 9 օրվա ընթացքում կայուն մեծամասնություն չձևավորվի։ Մինչ Երևանի փողոցներում մարդիկ սպասում են ԿՀԻ-ի ամենժամյա թարմացումներին, միջազգային հանրությունը նույնպես աչալուրջ հետևում է զարգացումներին։ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը, որը ղեկավարում է Յանեզ Լենարչիչը, արդեն իսկ տեղակայել է հարյուրավոր կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդներ երկրի ողջ տարածքում։ Նրանց նախնական գնահատականների և եզրակացությունների վերաբերյալ պաշտոնական մամուլի ասուլիսը նախատեսված է հունիսի 8-ի կեսօրին, սակայն արդեն իսկ հստակ է, որ միջազգային հանրությունը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն և տարածաշրջանային խոշոր խաղացողները այս ընտրությունները դիտարկում են որպես Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հասունության և կայունության լրջագույն թեստ։
Հայաստանում հավատարմագրված 35 դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությունը տեղամասերում վկայում է այն մասին, որ արտաքին աշխարհի համար չափազանց կարևոր է, որպեսզի արդյունքները լինեն անվիճելի և արտացոլեն քաղաքացիների իրական կամքը, քանի որ ցանկացած հետընտրական ցնցում կարող է ապակայունացնել առանց այդ էլ փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Այժմ անցնենք այն տեղեկություններին, որոնք հնարավոր է պաշտոնապես և անվերապահորեն հաստատել վստահելի հրապարակային աղբյուրներով և որոնք կազմում են այս ընտրական գործընթացի իրավական ու փաստացի հիմքը։ Փաստ է, որ սա 2017 թվականից ի վեր Հայաստանի առաջին հերթական օրինախմբով սահմանված խորհրդարանական ընտրություն է, քանի որ 2018 և 2021 թվականների ընտրությունները եղել են արտահերթ պայմանավորված ներքաղաքական ճգնաժամով։ Ընտրություններին մասնակցելու համար ԿՀ-ի կողմից պաշտոնապես գրանցվել էր 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն և 2 դաշինք, ընդհանուր առմամբ 2103 թեկնածուներով։ Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով տեղամասերում կիրառվել է 4000 տեխնիկական սարքավորում, իսկ 1758 տեղամասերում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակման տեսախցիկներ՝ թափանցիկությունն ապահովելու համար։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների պաշտոնական թիվը ըստ ցուցակների կազմում է 2 միլիոն 485 հազարից մինչև 2 միլիոն 503 հազար, կախված լրացուցիչ և հիմնական ցուցակների վերջնական ճշգրտումներից։ Այս բոլոր տվյալները հաստատված են ԿՀ-ի պետական ռեգիստրի և միջազգային կառույցների, այդ թվում նաև ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի պաշտոնական զեկույցներով և դրանք հանդիսանում են միակ անվիճելի հիմքը, որից այն կողմ սկսվում է քաղաքական ենթադրությունների և սցենարների դաշտը։ Այս ամենից հետո ժամանակն է անցնելու խորքային սառնասիրտ քաղաքական վերլուծության, թե ինչ են նշանակում այս նախնական արդյունքները Հայաստանի ներքաղաքական կյանքի, արտաքին քաղաքական վեկտորի և իշխանության ապագայի համար։ Եթե ԿՀ-ի ներկայացրած նախնական միտումները և քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարձր ցուցանիշները պահպանվեն, նաև վերջնական ամփոփման ժամանակ դա առաջին հերթին կնշանակի գործող վարչապետի և նրա թիմի արտաքին քաղաքական կուրսի լեգիտիմացում։ Այս ընտրությունները փաստացի հանրաքվե էին Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի սահմանազատման և սահմանադրական հնարավոր փոփոխությունների շուրջ։ Իշխանության հաղթանակը նրանց հնարավորություն կտա ավելի վստահ առաջ մղել արևմտյան վեկտորի ուժեղացման, Եվրամիության հետ մերձեցման և տարածաշրջանային կոմունիկացիաների բացման իրենց ռազմավարությունը։ Մյուս կողմից, ուժեղ Հայաստան դաշինքի հայտնվելը որպես երկրորդ ծանրակշիռ ուժ ամբողջությամբ փոխում է ընդդիմադիր դաշտի կառուցվածքը։ Այն փաստը, որ նրանք կարողացել են հավաքել ձայների ավելի քան 21%-ը վկայում է այն մասին, որ Հայաստանում ձևավորվում է նոր տիպի ընդդիմություն, որը հիմնված է ոչ թե անցյալի էմոցիոնալ հռետորաբանության, այլ տնտեսական, պրագմատիկ և կազմակերպչական մեծ ռեսուրսների վրա։ Սա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանում իշխանությունը գործ է ունենալու շատ ավելի ճկուն, ֆինանսապես հզոր և համակարգված ընդդիմախոսի հետ, որը կարող է դառնալ լուրջ այլընտրանք խոշոր բիզնեսի և չկողմնորոշված ընտրողների համար։ Այս նոր հարաբերակցությունը խորհրդարանում կարող է կամ կանգնեցնել, հանգեցնել ավելի կառուցողական օրենսդրական աշխատանքի, կամ ստեղծել նոր ավելի խորքային ճաքեր իշխանության հիմքերում, եթե տնտեսական էլիտաները որոշեն խաղալ երկարաժամկետ հեռանկարում։ Առաջին օրերը լինելու են վճռորոշ։ Քաղաքական զարգացումները կախված են նրանից, թե ինչպես կավարտվի ձայների վերջնական հաշվարկը հատկապես Երևանում և խոշոր քաղաքներում, որտեղ ընտրողների վարքագիծն ավանդաբար տարբերվում է։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան փաստերով ապացուցել համակարգային խախտումների առկայությունը, մենք կարող ենք ականատես լինել իրավական բողոքարկումների մեծ ալիքի, ընդհուպ մինչև սահմանադրական դատարան։ Սակայն եթե միջազգային դիտորդները հաստատեն ընտրությունների համապատասխանությունը,
իրականությունը, ժողովրդավարական չափանիշներին, ապա բոլոր կողմերը ստիպված կլինեն ընդունել նոր իրականությունը։ Հայաստանը կանգնած է հնգամյա նոր ցիկլի շեմին, որտեղ յուրաքանչյուր քաղաքական քայլ, յուրաքանչյուր ստորագրված պայմանագիր և յուրաքանչյուր տնտեսական բարեփոխում դիտարկվելու է հունիսի 7-ի այս դրամատիկ քվեարկության պրիզմայով։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը և ձեզ կփոխանցենք ամենաթարմ տեղեկությունները հաջորդիվ։